Ահա եւ մեր 14 տարեկան գեղեցկուհու եղունգները։ Ես չգիտեի, որ այդքան մեծ պահանջարկ էր վայելելու եւ բոլորը ցանկանալու էին տեղեկանալ, թե արդյոք նման տարիքում եղունգները կարելի է սարքել ու առհասարակ ինչպես է կարելի սարքել, բայց այս հոլովակի մեջ շատ մանրակրկիտ ու կարևոր ինֆորմացիա ունեմ տալու, այնպես որ արագացնելով մի նայեք ու լսեք մինչև վերջ։ Դե եթե ասում եմ 14 տարեկան, դա վերաբերվում է բնականաբար մի տարի մեծ, մի տարի փոքր աղջիկներին։ Ամենաառաջինը շեշտեմ, որ ոչ բոլորի եղունգներն են այսպիսին։ Կարող է լինել ավելի խոշոր մարմին ունեցող եւս, այստեղ ինչպես նկատում եք, եղունգի մարմինը բավականաչափ փոքր է, բայց գեղեցկուհին կարողացել է երկարացնել եղունգները, այնպես որ հիմա հարդարում ենք, սկսում եմ կուտիկուլայի մաքրման ընթացքից։ Նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե ինչպիսի կուտիկուլա է այստեղ։ Հիմա օգտագործել ենք կապույտ նշումովը, բայց դու իմացի, որ եթե մանավանդ սկսնակես, նուրբ կուտիկուլայի դեպքում օգտագործի կարմիր նշումովը, բայց հենց որ դու արդեն ավելի հմտացար, արդեն հասկացած, որ կոմանդներից մեկ աստեղ նշադրած, օրինակ ես հիմա մեծամասամբ չի, արդեն շատ վաղուց մենակ կապույտ նշումով եմ աշխատում, ինչի համար, որովհետև ես արդեն հաճախ եկել եմ մոտս, մոդելը եկել եմ մոտս, ես տեսնում եմ ինչ կուտիկուլան, եթե նուրբ է իր կուտիկուլան, 3 անգամ ես ում մաքրելու տեղը կարող է 2 հատարը տեսնում մաքրվել է։ Հետո, ըստ արագության դու կարող ես կառավարես քո բորապարատը։ Քո բորապարատը ի՞նչ է։ Nail drill-երից է երևի։ Հաստատ սրանից չի։ Սրանից չի։ Դու հիմա իմացի, որ ինքը շատ հզոր է։ Շատ զգուշ, հանգիստ պետք է աշխատել։ Ու ավելի ինքը լավ աշխատում նոր փաղ աշխատանքից հետո, քան այն մնացած է։ Սրանից աշխատել սրանով ավելի հարմար ինքը։ Շատ։ Այստեղ մենք տեսնում ենք նուրբ եւ կպած կուտիկուլա ու անմիջապես արյունատրանունքները շատ մոտիկ են։ Ձեռքերն ունեն գիպերգիդրոզ եւ դրա պատճառով էլ շատ ուժեղ սահում է մեր նարնջի փայտիկը, դրա համար վերցրել եմ հենց նարնջի փայտիկ, ամեն դեպքում մետաղականից ավելի ապահով է։ Բացում ենք կուտիկուլաները, որպեսզի կարողանանք աշխատել արդեն իսկ ալմազե ֆրեզայի օգնությամբ։ Ու հիմա առաջին ամենակարևոր ինֆոներից մեկը։ Ասեմ, որ այս տարիքում աղջիկ երեխաների կուտիկուլաները դեռ հասուն չեն եւ այն մենք իրավունք չունենք առհասարակ մաքրելու ու առավել եւս շատ խորը մաքրելու։ Այս դեպքում ես հեռացնելու եմ միայն այս եղունգին կպած հատվածը, որը ուղակի ավելորդ եւ չոր կարշի է, այն պետք է ուղակի հեռացնել, որովհետեւ մեզ խանգարում է։ Բայց շատ խորը կուտիկուլայի մաքրում չեմ անելու, որովհետեւ չի թույլատրվում, քանի որ այս եղունգները հասուն են։ Սա առաջին ու ամենակարևոր ինֆորմացիան հենց կուտիկուլայի մաքրման հետ կապված։ Դուք ինքներդ եք տեսնում, թե ես ուղակի YouTube-ում բաց վիճակում դրված ձեզ որքան շատ ինֆորմացիա եմ տալիս։ Դե պատկերացրեք, եթե դուք վերցնեք իմ օնլայն կուրսերից մեկը, օրինակ, ամեն ամսվա 1-ից սկսվող 2 ամսյա կուրսը, որի համար վճարում եք ընդամենը 35,000 դրամ։ Միանում եք ուսանողների համար նախատեսված փակ խմբին, դառնում եք նաև Nunail փակակումբի անդամ, որտեղ ձեզ համար գործում են լիքը առավելություններ։ 2 ամիս օնլայն կերպով մասնակցում եք դասընթացներին եւ ոչ մի դաս դուք չեք կարող բաց թողնել, որովհետեւ այն ձեզ մոտ պահպանվում է, վիդեոդասերի տեսքով տեղադրվում է, եւ եթե դուք հանկարծ ինչ-որ մի դաս չեք նայել, դուք կարող եք նայել հաջորդ օրը կամ գիշերը կամ առհասարակ երբ որ ձեզ հարմար է ու քանի անգամ որ հարմար է։ Ու քանի որ դասն օնլայն է, ձեզ տալիս է հնարավորություն միանալու տարբեր երկրերից։ Իսկ ովքեր կհասցնեն այս կադրը սկրինշոտ անել, ապա նրանք կմասնակցեն 30,000 դրամով։ Ուշադրություն դարձրեք, որ այդ կարմիր գույնով 30,000 դրամը մնա ձեր սկրինշոտի հատվածում։ Ձեր էկրաններին տեսնում եք իմ Instagram-ը եւ Facebook-ը, կարող եք այնտեղ կապ հաստատել։ Այս ընթացքում ես մաքրում էի արդեն իսկ բոր ապարատով, ալմազե գլխիկով։ Օգտագործում եմ բնականաբար ալմազե ֆրեզաներն ու Nail brand-ից։ Մաքրելու ընթացքում ուշադրություն եմ դարձնում, որպեսզի շատ խորը չմտցնեմ ալմազե ֆրեզան, շատ խորը չանցկացնեմ տակը եւ ավելի շատ մաքրեմ եղունգի վրա եղած կպած այս մեռած մաշկը, ինչպես նաև հենց այդ չոր կտրման համար նախատեսված կուտիկուլայի տակի հատվածը։ Եվ ասեմ, նման եղունգների եւ կուտիկուլաների դեպքում մաքրում ենք շատ քիչ, եւ անգամ կտրելուց հետո դուք կտեսնեք մի փոքր բարակ թելիկ, որը ձեզ կթվա թե կարող եք էլի մաքրել, բայց այս կուտիկուլաները ռեզինանման են եւ մանկական են եւ պետք չէ այն շատ խորը մաքրել։ Առհասարակ կարող ենք այս կուտիկուլաներին ընդհանրապես ձեռքել չտալ։ Շատ լավ եղել է։ Լամպի մոտ չրանում ենք, ապրես։ Հիմա այդ վերևում ֆիքսված է ինքը, ճիշտ է։ Ձերքը թարսվայի մոդելիդ։ Ահա, մեջից տեսնենք։ Արդյոք գնդիկ եղավ, ծորած էս կողմեն կողմ, թե մաքուր սիրուն եղունգ ունես տակը։ Մեծամասամբ ինքը արդեն իսկ շատ կոկիկ է, ճիշտ է։ Եթե մոդելը կարծում է, որ ինքը այդ եղունգները չի կարողանալու լավ պահել ու վնասելու է ինքնուրույն, ավելի լավ է մենք նաև քննարկենք իր հետ ու անենք այնպես, որ ինքը իրան կոմֆորտ զգա այդ եղունգների հետ։ Ինչպես նկատեցիք, ես ունեմ օնլայն դասընթացներ ոչ միայն վիդեոդասերի տեսքով, այլ նաև ուղղմիացման շնորհիվ, որի դեպքում դասի ժամանակ ներկա է լինում մոդելը, ուսանողը եւ ես, այսինքն դասընթացը անցկացվում է անհատական։ Արդեն բորապարատը միացրել ենք ռևերս ուղղության վրա։
Երբ որ բոռապարատը միացված է ռևերս ուղղության վրա, ապա նրա գլխիկը պտտվում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ եւ մենք մաքրում ենք մեջտեղից դեպի մեր աջ ուսի կողմը։ Իսկ քիչ առաջ բոռապարատը աշխատում էր ռևերս ուղղությամբ եւ մաքրում ենք մեջտեղից դեպի մեր ձախ ուսի կողմը, որովհետեւ այդ ժամանակ բոռապարատի գլխիկը պտտվում է ժամսլաքի ուղղությամբ։ Չենք մոռանում այս էտապում անմիջապես կողքի կորտուկները մշակել, եթե դրանք առկա են։ Ավելի լավ է մշակել բոռապարատով, քան կտրել կտրող գործիքով, որովհետև հետո ավելի կկոպտանա։ Մի հատ շատ ցավոտ ճշմարտություն կա, որ չեմ տեսնում, որ ոչ մեկ ոչ միտեղ շեշտի։ Ժողովուրդ ինչի համար է մատնահարդարումը թեկուզ 5000 դրամ է, հատկապես մարզային տեղերում, 5000 դրամը սովորական գելլակի համար թանկ։ Եթե դուք 1 ամիս սպանում եք այդ գելլակը, 1 ամիս այդ աշխատանքը ձեր եղունգների վրա է լինում։ Բայց օրինակ եթե դուք արդ եք ունենում գնալու, դուք չեք ափսոսում դիմահարդարմանը սկսած 5000 դրամից տա, երբ որ այդ ընդամենը մի քանի ժամ կամ 1 օր մնալու ձեր դեմքին։ Նույնը մազերի համար կարող եմ ասել, ամենևին բան չունեմ ասելու կոնկրետ գործանող մայստերներին, ինչի՞ մայստերը վարսահարդարման կամ դիմահարդարման մայստերը այդքան գումար վերցնում։ Ճիշտ անում վերցնում է իր աշխատանքն ինքն է գնահատում իր աշխատանքը այդքան։ Բայց ժողովուրդ, դուք ինչի՞ եք թերագնահատում մատնահարդարի աշխատանքը, ինչու պատրաստ չեք վճարել 5000 դրամ եղունգների համար, երբ որ սա 1 ամիս մնում է ձեր եղունգների վրա։ Առհասարակ կան կուտիկուլայի տեսակներ, որոնք չի կարելի շատ խորը մաքրել։ Օրինակ, այսպիսի մանկական կուտիկուլաները, որը դուք արդեն տեղյակ եք, որովհետև հոլովակի ամենասկզբում մանրակրկտորեն բացատրեցի, փռված եւ տափակ եղունգների դեպքում կուտիկուլան եւս չի կարելի խորը մաքրել, իսկ այստեղ, ինչպես նկատեցիք, եւ եղունգի ձևն է այդպիսին, եւ կուտիկուլան էլ մանկական է։ Ինչպես նաեւ տղամարդկանց կուտիկուլաները եւս չի կարելի շատ խորը մաքրել։ Նաև չի թույլատրվում շատ խորը մաքրում կատարել անմիջապես այն եղունգների վրա, որոնք երկար ժամանակ չեն մաքրվել կուտիկուլաները կամ առհասարակ առաջին անգամ են մաքրվելու։ Իսկ այստեղ արդեն կտրում ենք կուտիկուլան ուշադրություն դարձնելով, որ կտրենք միայն այն հատվածը, որը անջատված է եւ ոչ թե անցնենք նաև առողջ մարմնին, որ արնահոսություն չսկսվի։ Ինչպես նկատում եք, բարակ թելիկի պես մնում է վերևում կուտիկուլան եւ դա ինձ ընդհանրապես չի խանգարում, հատեսեք ինչքան մեծ տարբերություն է։ Հաջորդ ամենակարևոր էտապներից մեկը նման եղունգների դեպքում պարտադիր խարտոցի օգնությամբ մշակում ենք եղունգի մակերեսը մեկ ուղղության վրա։ Լավ, սենց է, թորի բնական եղունգի չէ, շատ մեծ չի լինում։ Երբ որ դու խարտոցով անում ես մի ուղղության վրա, մի ուղղությամբ դու սենց որ խարտոցի չէ ամբողջ եղունգի մակերեսը։ Իրա վրա այսպես թեփուկներ են առաջանում։ Դու այդ կարող ես չտեսնես որպես թեփուկների տեսքով, բայց դու տեսնում ես, երբ որ եղունգը սպիտակ մատվի է դառնում, ճիշտ է։ Այդ ժամանակ դու տեսած թեփուկներ են իրա վրա։ Երբ որ դու սրա վրա քշում ես բազան լցնում է եւ այս ծառոտիների արանքները, քո ստեղծած այդ անցքերի արանքները։ Եվ այս թեփուկների վրա ինքս կպնում ու տես չորանում է։ Դրա համար ինքը փոկվելու տեղ չունի։ Իսկ երբ որ դու խարտոցով անում ես աջ ու ձախ, հետ ես բերում խարտոցը։ Այդ հետ բերելու ժամանակ այս քո ստեղծած թեփուկները նույնիսկ կտրում ես դու։ Պատկերացրեցիր, սա խոսքը գնում է բնական եղունգի մասին, ժողովուրդ ջան, որտեղ եթե նյութ է լինում եղունգի վրա, նյութի դեպքում թեփուկ չի առաջանում, նյութի դեպքում ուղղակի փոսիկներ են առաջանում։ Խարտոցի տեղը որ մնում է նյութի վրա։ Պատկերացրիր, այսինքն եթե ես հիմա մի հատ հակառակ խարտեի, այս բոլոր թեփուկները հետ գահել էին եղունգի վրայից։ Պատկերացրիր։ Երբ որ մշակում ենք եղունգի մակերեսը, ուշադրություն ենք դարձնում, որ բաց մնացած տեղեր չլինեն, հակառակ դեպքում այդ հատվածում նյութը չի կպչելու, հատկապես այս եղունգների դեպքում, որոնք կարծես բավականին յուղոտ լինեին եւ առհասարակ ձեռքերը շուտ կրտնող են։ Իդեպ մոդելը շեշտում է, որ նաեւ շատ վաղուց կատարվել է գել-լակ process-ը կրկին անգամ իր եղունգների վրա, սակայն դրանք լավ չեն պահպանվում իր եղունգների վրա։ Նաև շեշտեմ, որ այստեղ ոչ մի տեսակի մոդելավորում չենք կատարելու, լիցքանյութեր չենք օգտագործելու, չենք լցնելու եղունգը եւ շատ չենք ձևափոխելու, աշխատելու ենք այն եղունգների հետ, ինչ որ ունենք այս պահին։ Անպայման կլոր լույսի տակ ստուգեք ու տեսեք, թե արդյոք մակերեսը փայլում է, թե ոչ, եթե դեռ փայլ է մնացել, նշանակում է այդ հատվածը նորից պետք է մշակվի խարտոցի օգնությամբ։ Օգտագործեք խարտոցի 180 գրիդ կողմը նմանատիպ եղունգների մակերեսը մշակելու համար։ Այս պահին մենք եղունգները չենք խարտում, ուղղակի վրայի փայլուն բնական շերտն ենք անում, որպեսզի մեր նյութը լավ կպչի այնտեղ։ Հերթական պատվերը, այս պատվերը գնում է Բելգիա, այստեղ տեսնում եք Nail Brand-ից գրեթե ամեն ինչ, եւ գելեր, եւ տոպեր, եւ այստեղ ապակյա թելիկներ, ֆրեզաներ, ալմազե եւ կերամիկական, ինչպես նաեւ մեկ մատի համար նախատեսված լամպը, իդեպ սա մեզ մոտ շատ մեծ պահանջարկ է վայելում, որովհետեւ աշխատում է կետային լույսով եւ հստակ անմիջապես չորացնում է նյութը, ցանկացած նյութ, ինչ էլ որ գտնեք վերին ֆորմայում կամ առանց վերին ֆորմայի, իդեալական այն չորացնում է։ Այստեղ տեսնում ենք ամբողջական ստերիլիզացման համակարգ, իդեպ սրա մեջ կա նաեւ կրաֆտ պակետները, ամեն ինչ ներառված է, նաեւ ախտահանիչն է ներառված Nail Brand-ից, գելային ծիպսանները, արյան մակարդիչը եւ այստեղ
Չմոռանանք դնել նաև մեր ուսանողի փաստաթուղթը, նա նաև մեր ուսանողն է, ով մասնակցել է նշված դասընթացին, որը տեսնում եք ձեր էկրաններին արդեն իսկ գրված է, դուք նույնպես կարող եք մասնակցել ամեն ամսվա մեկից եւ ստանում եք փաստաթուղթ եռալեզու եւ միջազգային, որով կարող է աշխատել Հայաստանի Հանրապետությունում եւ դրա սահմաններից դուրս ցանկացած երկրում։ Ինչպես նկատեցիք, ես մշակեցի միայն եղունգների մակերեսները եւ դեռևս ոչինչ չեմ խարտել։ Արդեն իսկ սրբում եմ եղունգները, յուղազրկում եւ փոշեզրկում եմ բժշկական սպիրտի կամ Nail Brand-ի մատնահարդարման եւ ոտնահարդարման համար նախատեսված սպիրտի օգնությամբ եւ օգտագործում եմ անմազ անձեռոցիկ։ Մինչ եղունգները կչորանան, ձեզ ցույց տամ Nail Brand-ի կաուչուկային բազան, որով էլ հիմա կատարել ենք վերամբողջական աշխատանքը։ Բոլոր եղունգների վրա նախ եւ առաջ ստեղծելու եմ հիմք։ Հիմքը կսում ենք եղունգի վրա եւ ուղարկում ենք լամպ չորանալու։ Քանի որ այն բարակ շերտով է, ես իրավունք ունեմ աշխատելու միանգամից 5 մատի վրա եւ ուղարկել լամպ։ Եթե հարթեցում անեի, անպայման կկատարեի 1/1 եւ կդնեի կաթիլ ու կհարթեցնեի եղունգը, բայց այս դեպքում մենք դեռևս կամուֆլյաժ նյութերով ենք աշխատելու ու դրա համար ուղղակի հիմք եմ ստեղծում մատների վրա, 5 մատի վրա միանգամից եւ ուղարկում եմ լամպ չորանալու։ Դիզայնի համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի 1 մատի վրա ծածկենք Nail Brand-ի կամուֆլյաժային տոպով։ Արդեն դուք տեսաք ինչպիսի գեղեցիկ երանգ է։ Հիմա նաև կտեսնեք եղունգի վրա պատրաստի վիճակում, որքան հրաշալի մարմնագույն երանգ է։ Ինչ կարող ենք անել այս 5 մեկում տոպերով։ Այն, ահա տեսնում եք, ստեղծում եմ թացատակ ու հիմա դնելու եմ կաթիլ։ Այն ինքնահարթվում է եղունգի վրա, ունի արդեն իսկ գույն, ամրեցնում է բնական եղունգը, հիպոալերգիկ է եւ արդեն իսկ տոպ է։ Դուք սրա վրայից կարող եք տոպ ընդհանրապես չօգտագործել։ Այս բոլոր պրոդուկտները դուք էլ կարող եք ձեռք բերել գրելով մեր Instagram-յան էջերին, ստանալով հայ փոստով։ Մնացած բոլոր եղունգները ծածկում եմ Nail Brand-ի կաթնագույն ամրացման գելով, սա ամրացման գել է եւ հենց այդպիսի սրվակով է ու իր վրձինով, որպեսզի առանձին վրձիններ չօգտագործեք։ Մեր բոլոր նյութերը ինքնահարթվող են եւ հիպոալերգիկ թույլատրելի են հղիներին եւ ալերգիկներին։ Ստեղծում եմ թացատակ, դնում եմ կաթիլը եւ թողնում եմ, որպեսզի նյութը ինքնուրույն աշխատի։ Իդեպ ասեմ, Nail Brand-ի բոլոր նյութերը լամպում եւս ինքնուրույն հարթվում են։ Եթե դուք պատվիրում եք, որպեսզի ստանաք հայ փոստով, դուք նաև ստանում եք նվերներ, ինչպես նաև հայ փոստի առաքման համար վճարում է մեր կազմակերպությունը։ Եթե նկատեցիք, ձեռքը հակառակ եմ պահել, որպեսզի աշխատեմ։ Եթե դուք էլ կնկատեք, որ նյութը լավ չի հարթվում կամ օգնության կարիք կա, կարող եք պահել հակառակ եւ վրձնի օգնությամբ կաթիլը տանել այնտեղ, որտեղ որ ձեզ անհրաժեշտ է։ Եվս մեկ անգամ այս եղունգի վրա ձեզ ցույց տվեցի, կաթիլը դրեցի ու դուք տեսաք, թե ինչպես արագ ինքնուրույն հարթվեց եղունգի վրա։ Եղունգը հակառակ պահելուց հետո անպայման շտկեք եւ կլոր լույսի տակ ստուգեք, թե արդյոք հարթ է նյութը, թե ոչ, ու հետո նոր ուղարկեք լամպ։ Իսկ հիմա բոլոր այդ կաթնագույն եղունգները ծածկելու եմ հենց կաթնագույն տոպով, որպեսզի եւ գույնը լինի ավելի հստակ, ավելի գեղեցիկ, հարուստ կաթնային եւ եղունգները միանգամից տոպով փակվեն։ Հակառակ դեպքում նորից պետք է ավելացնեի կաթնագույն ամրացման գել, չորացնեի, հետո նորից ավելացնեի տոպ, ուղակի թափանցիկ տոպ այս դեպքում, բայց պատկերացրեք արդեն եղունգները մի քանի շերտ ավելի հաստանում են, իսկ եթե եղունգը հաստ է, դա դեռ չի նշանակում, որ նաև ամուր է կամ էսթետիկ տեսքը նրա լրիվ փոխվում է, ավելի լավ է լինի բարակ, ճիշտ արխիտեկտուրայով եւ ավելի ամուր։ Իսկ հիմա Nail Brand-ի սպիտակ գել լաքով, որը իդեալական պիգմենտ ունի, այն մարմնագույն եղունգի վրա անելու ենք դիզայն, որը ցանկացել էր մեր մոդելը։ Կրկնում եմ բոլոր մեր պրոդուկտները, ինչպես նաև այն բարակ վրձինը, որով ես հիմա աշխատելու եմ այս եղունգի վրա, դուք կարող եք պատվիրել եւ ստանալ հայ փոստով, ստանալով հետը նաև նվերներ։ Կամ էլ կարող եք մոտենալ մեր խանութ սրահ, որը գտնվում է Գյումրիում։ Նկարում են գեղեցիկ նուրբ գծիկներ, ավելի շատ ալիքների են նման սրանք, որը նկարը արդեն իսկ ցույց էր տվել մոդելը, նմանեցնում ենք այդ աշխատանքին։ Հիշում եք, մենք այս մատի վրա ծածկեցինք մարմնագույն տոպով, բայց ասեմ, որ քանի որ նրա վրա անում ենք դիզայնից հետո պարտադիր սովորական թափանցիկ տոպով կծածկենք, բայց եթե դիզայն անելու չլինեինք, բնականաբար ոչ մի այլ նյութ չէինք օգտագործելու, ինչպես նաև տոպով չէինք փակելու, որովհետև արդեն իսկ այս եղունգը ծածկված է մարմնագույն տոպով։ Վերջին շտրիխներն եմ ավելացնում, որպեսզի փակեմ եղունգը եւ գրեթե պատրաստ է, բայց դեռ ունենք խարտման process, որպեսզի մեր բոլոր եղունգները լինեն ավելի հստակ, կոկիկ ու միանման։ Սրանք երկուսն էլ քառակուսաձև եղունգներ են, որից մեկը ուսանողը արել է դասից առաջ, իսկ մյուսը դասի ժամանակ։ Իդեպ դեռ աշխատանքը վերջացրած չէ։ Դեռ ստուգելու ենք հակառակ կողմից, որպեսզի գտնենք մեր թերությունները, ինչպես նաև մաքրելու ենք տակից։ Ընտրությունը քոնն է։ Մասնակցել իմ դասընթացներին, թե աշխատել սխալ ու դանդաղ տեխնիկա։ Այս բանին ծածկում եմ եղունգի մակերեսը, քանի որ դիզայնը չորացրել ենք լամպի մեջ հստակ, ծածկում եմ Nail Brand-ի փայլուն տոպով։ Տոպով ծածկելուց հետո լիարժեք չորացնում ենք լամպում, որպեսզի այն ժամանակից շուտ չխամրի, քանի որ Nail Brand-ի տոպերը շատ լավն են, ունեն շատ բարձր որակ, նաև պետք է աշխատել շատ բարձր որակ ունեցող լամպերով, եւ կտեսնեք, թե որքան երկար ժամանակ իդեալական պահպանվում է փայլը։
Եվ կապ չունի, ուղղակի թափանցիկ տոպերը կօգտագործեք nail brand-ից, մատվի տոպերը, թե գունավոր տոպերը։ Իսկ այս էտապում, ինչպես նկատում եք, բոռ ապարատով միանգամից կտրում եմ եղունգների եզրերը արդեն իսկ հավասար եւ տակից մի թեթև մշակում, որպեսզի բնական եղունգը կախված չմնա։ Բոռ ապարատից հետո էլ անպայման խարտոցով թեթևակի կմշակենք եւ բոլոր եղունգները կլինեն համաչափ, միանման եւ ինչպես տեսնում եք, ուղղակի սովորական գել լաքով ստացանք շատ էսթետիկ ու շատ գեղեցիկ աշխատանք, որը շատ նրբացրեց մեր գեղեցկուհու մատները։ Իսկ հիմա վերջնականապես պատասխանեմ ձեր հարցին։ Այո, իհարկե կարելի է սարքել 14 տարեկան աղջկա եղունգները, եթե աշխատում ենք բոլորը այնպիսի նյութերով, որոնք հիպոալերգիկ են, անվտանգ են օրգանիզմի համար, եթե չենք մաքրելու շատ խորը կուտիկուլաները, եղունգները չենք սեղմելու, չենք փորձելու ուժով նրա ձևը փոխել, այլ ավելի շատ աշխատելու ենք այնպես, որպեսզի այն լինի բնական, ունենա բնական տեսք եւ հենց բնական եղունգները իրենք կսկսեն արդեն իսկ ժամանակի ընթացքում շտկվել։ Ինչպես նաև այդ տարիքի աղջիկ երեխաների եղունգները սարքել թույլատրվում է թե ոչ, այդ արդեն պետք է որոշեն նրա ծնողները։ Եթե ծնողները նույնպես կարծում են, որ արդեն ժամանակն է եւ կարելի է եղունգները էսթետիկ գեղեցկացնել, ապա խնդրեմ, կարող եք սարքել։ Բայց միշտ հիշեք, որ պարտադիր պետք է օգտագործել անվտանգ նյութեր եւ վստահելի մարդու մոտ սարքել նրա եղունգները։ Իսկ այս էտապում արդեն իսկ վերջնականապես խարտում եմ, որպեսզի ստանանք մեր բնական, գեղեցիկ, քառակուսաձև եղունգները։ Իդեպ ես մոդելի հետ կապի մեջ եմ եւ գիտեմ, որ շատ լավ, իդեալական պահպանվել է այս աշխատանքը, նա կվերադառնա, միասին կրկին հոլովակով կսարքենք նրա եղունգները եւ կտեղադրեմ էջ, որպեսզի բոլորը տեսնեք, թե որքան լավ է պահպանվել։ Կամ եթե անգամ ինչ-որ մի բան այն չի գնացել, անպայման կուղենք այդ խնդիրը եւս։ Մի հատ էլ մեր մոդելների ամենասիրելի պահը անենք մատնահարդարման փրփուր, որը իդեալական փափկեցնում է, այն գլիցերինային է եւ նաեւ մաշկը շատ լավացնում է ու հենց այդ պահին կարծես Photoshop է անում, որ դուք կարողանաք այսպիսի ֆոտոսեսիաներ կամ վիդեոներ նկարել։ Սա էլ մեր վերջնական բնական եղունգներով աշխատանքը, ինչպես տեսնում եք կուտիկուլայի հատվածում ես էլ ինքս էլ տեսնում եմ բարակ, թելիկի պես գիծ, որի եւս կարելի է ավելի խորը կտրել, բայց այս դեպքում եւ պետք չէ եւ չի կարելի, քանի որ կուտիկուլաները եւս մեկ անգամ շեշտում եմ, թե մաշկը, թե կուտիկուլան եւ թե եղունգ դեռևս հասուն չեն եւ ընդհանրապես այդ փոքրիկ մաքրման process-ը լրիվ բավարար է նման տարիքի աղջկա եղունգների հետ աշխատելու համար։ Եթե հավանեցիք աշխատանքը, միացեք իմեջին, շնորհակալ եմ, որ նայեցիք հոլովակը, մինչև վերջ միացեք նաեւ իմ on-line դասերին, կհանդիպենք։